Բարի լույս սիրելիներս, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Շարունակելով բարեխոսության մասին սուրբ գրային վկայությունները, տեսնենք թե այսօր ինչ ունենք սերտելու։ 4-րդ կետի մեջ սիրելիներ, 4-րդ թագավորաց գրքի մեջ մենք կարդում ենք, թե ինչպես մի հանգուցյալի բերեցին եւ դրեցին այն գերեզմանի մեջ, որտեղ գտնվում էր Եղիսե մարգարեի ոսկորները։ Երբ ննջեցյալի մարմինը դիպավ մարգարեի ոսկորներին, նա միջապես կենթանացավ եւ ոտքի կանգնեց։ Ինչ է նշանակում Եղիսե մարգարեի ոսկորն դիպչելով մարդու հարությունը։ Մեկ կարևոր փաստ, որ Աստված երկնքում գտնվող իր երկնաբնակ սուրբերի բարեխոսությամբ եւ երկրի մնացած նրանց մասունքների միջոցով կարող է հրաշքներ գործել։ Ուրեմն սուրբ մարդու կյանքը չի ավարտվում իր ննջելով եւ երկին տեղափոխելով, այլ Աստված կարող է նրանից մնացած որևէ մասունքով մեր կյանքի մեջ այսօր էլ հրաշքներ գործել։ 5-րդ Հովհաննեսի ավետարանի մեջ այն հրեաներ, ովքեր իրենց հույսը դրել են Մովսես մարգարեի վրա, Հիսուս ասում է. դուք որ ձեր հույսը դրել եք Մովսես մարգարեի վրա, նա դատաստանի ժամանակ ձեզ պիտի ամբաստանի։ Եթե Մովսես մարգարեն դատաստանը, որ Աստծո օրն է, աշխարհի վախճանի ժամն է, պիտի ամբաստանեն մարդկանց, ովքեր հրաժարվել են Քրիստոսին ընդունել, ապա ինչու չի կարող մինչև դատաստանը բարեխոսել մեզ համար։ Չէ՞ որ երկնքում գտնվելով նրանք տեղյակ են, թե ինչ է կատարում երկրում եւ կարող է իր բարեխոսությամբ խնդրել մարդկանց դարձի եւ փրկության համար։ 6-րդ սիրելիներ, ամենագեղեցիկ օրինակը Սուրբ գրքի մեջ տեսնում ենք Ղուկասի ավետարանում, աղքատ Ղազարոսի եւ մեծահարուստի առակի մեջ։ Ինչ տեղ ունեցավ այնտեղ։ Պատմում է, որ մեծահարուստը դժոխքի մեջ այրվելով գլուխը բարձրացրեց դրախտում գտնվող հայ Աբրահամին, ասաց. խնդրում եմ հայր, Ղազարոսին ուղարկիր, թող մեկ կաթիլ ջուր տա իմ լեզվին դնեմ, որովհետեւ այս կրակի մեջ ծարավից այրվում եմ։ Մի քանի կարևոր կետեր, որ այս համարից մենք սովորում ենք։ Տեսեք, դժոխքում գտնվող մարդը օգնության է կանչում դրախտում գտնվող մարդուն։ Եթե դժոխքի մեջ գտնվող մարդը, որ այլևս հնարավորություն չունի ապաշխարության, դարձի, օգնության է խնդրում դրախտում գտնվող մարդուց, ապա ինչու մենք չենք կարող մարդիկս, ովքեր որ ապրել են այս աշխարհի մեջ, սրբացել են, երկինք են տեղափոխել, երկրից երկինք խնդրենք նրանց համար, որպեսզի դրախտում մեզ համար բարեխոսեն։ Ուրեմն կարող ենք մենք երկրի ապրող մարդիկս երկնքում գտնվող սուրբերին խնդրել, որ Տիրոջ առջև բարեխոսեն մեզ համար։ Երկրորդ սիրելիներ, շատ կարևոր մի բան այստեղ կա։ Մեծահարուստ իր խոսքը չի ուղում Աստծուն, այլ հայր Աբրահամին։ Հայր Աբրահամի միջոցով է ուզում Աստծուց պատասխան ստանալ։ Սա նաև նշանակում է, որ մենք կարող ենք սուրբերի միջոցով Աստծուց խնդրել մեր հարցերի պատասխանը։ Երորդ, մեծահարուստը մեկ անգամ խնդրում է իր համար, որ Ղազարոսը ջուր բերի, բայց երկու անգամ խնդրում է իր եղբայրների համար հայր Աբրահամից։ Ինչ է սա ցույց տալիս նես, որ մենք կարող ենք խնդրել Աստծուն, որ իր սուրբերի միջոցով մեզ օգնության հասնի, կամ իր սուրբերը մեզ համար պատասխան բերեն կամ զգուշացում բերեն, թե ինչ կարող է մեզ հետ պատահել, որպեսզի մենք կարողանանք փրկվել եւ մեղքի գերի չդառնանք։ Եվ 4-րդ սիրելիներ, շատ գեղեցիկ մի օրինակ կա այստեղ։ Ինչ է ասում մեծահարուստը. հայր Աբրահամ, Ղազարոսին ուղարկիր իմ հորտուն, որտեղ 5 եղբայրներ ունեն, որպեսզի նրանց նախազգուշացնի, որպեսզի այս տառապանքի վայրը չհայտնվեն։ Եթե դժոխքում գտնվող մարդը աղերսում է երկրի վրա գտնվող իր եղբայրների համար, ապա ինչու չի կարող երկրի ապրող մարդը կամ դրախտում գտնվող մարդը Աստծուն խնդրել մեր փրկության եւ մեր դարձի համար։ Իրականության մեջ այս օրինակը Աստվածաշնչի մեջ ամենագեղեցիկ բարեխոսության օրինակն է, որտեղ տառապանքի մեջ գտնվող մարդը աղերսում է իր եղբայրների դարձի եւ փրկության համար։ Ուրեմն առավել եւս երկնքում գտնվող մարդիկ, ովքեր Աստծո ներկայություն են վայելում, կարող են Աստծուն խնդրել բարեխոսել մեր փրկության, մեր դարձի համար, որpիսի մենք ոչ թե դժոխքում վախճան ունենանք, այլ հավիտենական կյանք վայելենք Տիրոջ եւ սուրբերի հրեշտակների ներկայության մեջ։